Այսօր իմ տաղավարի հյուրը Սամվել Գրիգորյանն է։ Ժամանակ առ ժամանակ ավելի շատ կարևոր ու լավ մարդկանց են կորցնում մեր կյանքում ու կարող ես իհապետ սկսում խեղդել։ Սամվելի դուստրը երբ կստանա Սամվելի եւ նրա կնոջ ծնողական օրհնությունը։ Մենք մեր օրհնությունը ու համաձայնությունը ծնողական կտանք միայն այն պարագայում, եթե նարեն Ծնողների ամուսնալուծությունից հետո Սամվելի կոկորդը խեղդեց չասված խոսքերի կարոտը։ Անընդհատ պապաբարն էի ասում, որտեղ ես բարի կարիք ունեի, կարոտ ունեի, անընդհատ պապա։ Ես այն ժամանակ փոքր էի, գուցե ի վիճակի չէի, գուցե այդքան էլ խելք չունեի, որպեսզի փորձեի միացնել իրանց։ Տարիների տարբերությամբ, սակայն նույն ամսի, նույն օրը եւ նույն ժամին կյանքին հրաժեշտ տվեցին Սամվելի եւ մայրը եւ հայրը։ Նույն ժամին մաման մահացավ։ 12 տարվա տարբերությամբ։ Ինչպես է փակված դռներից հետո նոր բաց դռներ գտնում Սամվել Գրիգորյանը։ Հատկապես մեր ոլորտում պիտի որ բոլորս էլ շատ հասկանանք, թե ինչքան դժվարություններ կան, ինչքան փակ ու փակ դռներ կան։ Անակնկալ հյուր, ում երբեք չէր սպասի մեր տաղավարում Սամվել Գրիգորյանը։ Այս նմանատիպ անակնկալ ես ուղղակի չէի սպասում։ Բարևձեզ։ Ով է գաղտնի նամակի հեղինակը։ Կինոնայերի տանը լուցկի էր ման գալիս ու գտար։ Խոստովանություն, ուրբաթ օրը, 22:30-ին